Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքի մասին ինչ անել, որ ունենանք այն հայրենիքը ինչի մասին խոսում էր, ինչի մասին գործում էր, ինչի համար դատապարտվել էր ազատազրկման Անդրանիկ Մարգարյանը։ Տեսեք, շատ մի կարևոր թեմայի մասին կուզեմ խոսել։ Եթե ճիշտ եմ հիշում, հենց Անդրանիկ Մարգարյանի օրոք մեր դպրոցներում ներմուծվեց հայ եկեղեցու պատմությունը եւ ամենակարևոր բանը, որ պիտի անենք, պիտի վերադարձնենք դպրոց հայոց հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը։ Կարծում եմ լավ գործ արած կլինենք Անդրանիկ Մարգարյանի գործը շարունակելու ուղղությամբ։ Պարոն Համբարձումյան, անդրադառնալով արդեն ներքաղաքական օրակարգերին, թեև դրանց մասին մենք խոսել ենք, ամեն դեպքում ընդհանուր հայտարար չի հաջողվում ստանալ երկու ընդդիմադի շրջանակների կողմից։ Խնդիրն ինչ է, եթե ամեն դեպքում ձեզ երկու ստեկ, այսպես ասած, գովեստի խոսքերով են այսպես ողողում, բայց արդյունքը տեսանելի չէ։ Խնդիրը չգիտեմ ինչումն է, բայց պարզ է, փաստ է, որ մինչ այս պահը impeachment-ի գործընթացի ձևաթղթի տակ ստորագրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն, դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն։ Մնացածը չգիտեմ, թե ինչու չեն ստորագրել, կարծում եմ իրենք կպատասխանեն այդ հարցերին։ Մենք մեր օրակարգով շարժվում ենք առաջ, ոնց որ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, որ մենք գնալու ենք մինչև վերջ։ Դա ինչ է նշանակում մինչև impeachment-ի վարչապետի պաշտոնակատարի վերջնական անվստահությանը հասնելը։ Ինչպես եք դա պատկերացնում, եթե բոլոր դա 2018 թվականին էլ իրենք 7 թե 8 պատգամավոր են այդ իշկապ ունեն։ Չէ, ինչպես այո, գեներացնենք ժողովուրդ, կլինի փողոց, կլինի պայքար, բոլոր սահմանադրական ժամկետները չեմ կարծում շատ հեռու են իրականությունից, էլի շուտ կլինի։ Բայց երեկվա տեղի ունեցածը երեկոյան, երբ ստորագրությունները հրապարակեցին եւ պարզ չեղավ, թե ինչ թղթի տակ են ստորագրությունները, դա դուք ինչպես կմեկնաբանեք, արդյոք դա հերթական մանիպուլյացիաներ թե այլ բան։ Տեսեք, ես կողմ չեմ այս համացանցային անառողջ խոսույթին, դրա համար չեմ ուզի ինչ-որ որակումներ տալ, բայց չգիտեմ ինչ փաստաթղթի տակ են ստորագրել։ Հայկը Մամիջյան, պարոն Մամիջյանը հստակ ներկայացրել է, ցույց է տվել տվյալ ձևաթուղթը եւ պարզ է, որ ձևաթուղթի տակ ստորագրություններ չկան դրված։ Թե ինչի տակ են դրել եւ ոնց են ներկայացնելու, դա կարծում եմ ճիշտ կլինի հարցնենք Հայաստան Դաշինքի պատգամավորներին, որպեսզի ես իրենց փոխարեն չպատասխանեմ։ Եթե Դաշինքի պատգամավորները, այսպես ասած, տարբեր շրջանակներում նշում են, որ դեմ չեն ձեր տեխնացությանը, ըստ ձեզ ով է դեմ, որ խուսափում են ստորագրել։ Անկեղծ ասած չեմ կարող այդ հարցին, ներողություն եմ խնդրում, անկեղծ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ես չեմ դեմ այս process-ին, որ պատասխանեմ։ Չգիտեմ, պետք է իրենց հարցնել։ Կորեկտ չկլինի, որ իրենց հարցնեն։ Պարոն Համբարձումյան, դուք որ ասում եք, որ փողոց կգե մարդիկ դուրս կգան փողոց, հա։ Դուք ունեք այդ տեղեկությունները, մարդիկ ուզում են փողոց դուրս գալ։ Զանգվածներ կարող եք այսպես ասած, հա, գեներացնել, որպեսզի ճնշում գործադրվի եւ այդ ի վերջո 54 առնվազն ստորագրություն է պետք, որ գործընթացը այսպես հաջողություն։ Շատ շնորհակալ եմ եւ հարցը շատ տեղին հարց էր։ Այո, ունեմ այդ տեղեկությունը, որովհետեւ ինձանից լավ տեղեկություն ունեցող մարդ դժվար թե լինի մեր երկրում ու դա վերաբերվում է նաև ինպես մարդկանց, ովքեր ամենօրյա աշխատանքի մեջ են մեր ժողովրդի հետ։ Դա չի նշանակում, որ մենակ ես գիտեմ, բայց ինպես մարդիկ վստահաբար ունեն այդ տեղեկությունը եւ շոշափում են մեր ժողովրդի տրամադրությունները եւ այո վստահ եմ, որ մեզ կհաջողվի այդ փողոցը գեներացնել։ Այսինքն մարդիկ ձեր հետևից դուրս կգան փողոց, պարոն Համբարձումյան, իմ հարցը նաև դրան է վերաբերում, որովհետև գիտեք, ձեր տեխնացության շուրջ ինչպիսի քննարկումներ են գնում եւ տարբեր շրջանակներ ձեր իմիջը լավագույններից չեն համարում։ Մարդիկ դուրս կգան ձեր հետևից փողոց։ Դուք որպես պրոֆեսիոնալ մարդ պիտի այդ ձեր ասած շրջանակներին ճակերտներով վերաբերվեք, որովհետև որևիցե լուրջ շրջանակ նման կարծիք չի հայտնել, նման կարծիքներ։ Պարոն Համբարձումյան, ես ներողություն եմ խնդրում, ես ավարտեմ իմ պատասխանը,
Ես կրկնվեմ, որ ես դեմ եմ այդ համացանցային անառողջ խոսույթին եւ այն պատրաստված ինչ-ինչ ուժերի կողմից պատրաստված տելեգրամյան ալիքների կամ չգիտեմ ինչ որ մարդկանց կողմից տարածված այդ կեղծ լուրերին չեմ էլ ուզում անդրադառնալ։ Մարդու մասին կարծիք կազմում են մարդու աշխատանքներին նայելով, մարդու անցած ճանապարհին նայելով եւ մարդու հետ չգիտեմ ինչ որ աշխատանք կատարելով։ Թե ինչ որ շրջանակներ ձեր ասած ինչ լուրեր են տարածում, այդ բնավ ինչ չի։ Կարծում ամբողջությամբ պատասխանեցի։ Մասում շատ լավ տրամադրված են, այո։ Ոչ միայն Մասիսում, հարց ուղղեցիք Մասիսին դրա համար։ Մասիսում Զվարթնոց օդանավակայան եկել ինչ էին ասում, դες քաղաքացիները տեսա մոտենում են, խոսում են, ինչ էին ասում։ Տեսեք, ես աշխատել եմ այդ օրը քաղաքական հիմնականում քաղաքական թեմաներ չզրուցել, չխոսել, հարցազրույց եմ տվել ձեզ ու վերջ։ Այդ օրվա թեման լրիվ այլ էր, խոսել ենք այդ օրվա թեմայից։ Դուք կոչով երբ եք պատրաստվում հանդես գալ, քանի որ շատերի կողմից սպասված է։ Մենք աշխատանք ենք բանում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ վստահաբար այդ ամեն ինչը լինելու ըստ մեր գրաֆիկի եւ ժամանակի, բերեք դետալներ կա, դրանց մեջ չմտնենք եւ ամեն ինչ չբացենք էլի։ Պարոն Համբարձումյան, դրա ժամանակն էլ է գալու, դուք վստահ եմ իմանալու եք։ Պարոն Համբարձումյան, ձեր տեխնատության հետ կապված ԿՊ падգամավորները, մասնավորապես Նարեկ Գրիգորյանն, ասում է, լսել եմ լավ քաղաքապետ է, ոնց որ որպես համայնքապետ լավն է, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչի պետք է մենք այս անվտանգային բարոյահոգեբանական վերելքը, որը ապահովել է Նիկոլ Փաշինյանը, կասեցնենք ուրիշին վերելով։ Դուք գալու եք կասեցնելու այդ վերելքները։ Մենք գալու ենք կասեցնելու այն գահավիժող ընթացքը, ինչը տեղի ունենում մեր երկրում, այս մեկ։ Երկրորդը մեր նպատակն է ձևավորել հանրային լայն համերաշխության օրակարգ, դրա համար շատ ինչ-որ շրջանակների ու մարդկանց մասին չեմ փորձում կարծիք հայտնել, որովհետև ես դրա կողմնակիցը չեմ, ես ուզում եմ, որ մեր երկրում վերջո վերականգնվի հասարակական համակեցության կանոնները, որովհետև դուք ինձանից լավ գիտեք, այսօր բոլոր իրար վիրավորում են, ինչ-որ ատում են, այս քաղաքական գործիչները ինչքան էլ ցավալի է, մեր իրականություն են բերել հանրային ինչ-որ հայոյանքի խոսույթը եւ այլն, ես սրան դեմ եմ, ես որպես հայ մարդ դեմ եմ այն խոսույթին, ինչը որ տարածում են ինչ-որ քաղաքական ուժեր, մարդկանց վիրավորելով կարծիքներ են ձևավորում եւ կարծում եմ, որ մենք գալիս ենք հենց այս կասեցնելու եւ վստահ եմ, որ ինչ որ մենք պլանավորել ենք, մենք մեր թիմը փուլ քայլ առ քայլ հասնելու ենք ավարտին։ Պարոն Համբարձումյան, բայց առայժմ ձեզ չի հաջողվում ընդդիմադիր շրջանակներին ամբողջությամբ համախմբել ձեր շուրջը։ Ոնց է հաջողվելու լինել այդ մերանը, ձեր ուզած մթնոլորտը։ Մի քիչ դա էլ է փոխաբերական չի հաջողվում։ Ես հասկանում եմ, այս ստորագրությունների մասին է խոսքը, դրա համար ստորագրությունների հարցը պետք է տալ Հայաստան Դաշինք խմբակցության падգամավորներին, թե որտեղ են իրանք ստորագրել, դրանից հետո ամեն ինչ բարձ է դառնալու։ Դուք ունեք դրա պատասխանը, որտեղ են։ Ես ամեն դեպքում այն ձևաթուղթը, որը պատրաստված է, հրապարակված է, ձևաթղթի տակ չկան ստորագրությունները, մնացածը իրանք պիտի պատասխանեն։ Բայց ասին գրասենյակում դրած է, հրապարակեցին։ Դեջում ասին է, սա մենք ունենք, մեր ստորագրությունը դրած է։ Ուզում եմ, որ մեր հասարակությունն էլ իմանա, որ երեք Հայկը Մամիջանյան հստակ ներկայացրել է ձևաթուղթը եւ բացատրել է շատ մանրակրկիտ, որ պիտի ստորագրությունները դրված լինեն այս ձևաթղթի տակ։ Ինչտեղ չի անցել։ Շատ հավանական է վաղը մեկ ուրիշ խմբակցությունն էլ ինչ-որ թուղթ ստորագրի, ինչ-որ միտեղ դնի, ասես ստորագրած թղթեր ունենք, այդպես չի լինում, ժողովուրդ ջան։ Այլ խմբակցությունների մասին պարոն Համբարձումյան, ընթացքում ԿՊ-ից եղել են հուլիսային ինչ-որ առաջարկներ հանդիպումների, գուցե ասել են ձեզ վստահում ենք, մի բան արեք, փրկվենք։ Ես մարտավարական սխալ թույլ տված կլինեմ, որ ձեր հարցին պատասխանեմ, ներողություն եմ խնդրում։ Իսկ ինչ վերաբերում է փողոց գեներացներին, չէ՞ կարծում հիմա գյուղացին իր գործերով է զբաղված, իսկ մայրաքաղաքում հանգստի են արդեն պատրաստվում արդյոք, եթե ամառը տեղի ունենա փողոցային պայքարը, կհավաքվեն համապատասխան։ Մենք այդ հաշվարկները հստակ բան է եւ կարծում եմ ճիշտ կողմնորոշվենք, որ պահին փողոցը գեներացնենք եւ այո, Դուբայ գնացողներին էլ բարի հանգիստ իրենց ամեն ինչ կհաշվարկենք, նորմալ քայլեր կատարենք։ Շնորհակալություն։